Քրիստոսի սիրով ողջույն ձեզ։ Ավետարանից անգամ մենք գիտենք, որ մեր ողջ կյանքի ընթացքում մեզ շարունակ հետապնդելու են նեղությունները եւ դժվարությունները, սակայն որոշները լինելու են տանելի, որոշները լինելու են անտանելի։ Եվ Քրիստոս այս մասին դեռևս մեզ ասեց, վերջում հռչակելով, որ այստեղ աշխարհում դուք փորձություններ, նեղություններ կունենաք, սակայն քաջալերվեցեք, որովհետև ես հաղթեցի աշխարհին։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ մենք մեր կյանքի ընթացքում բազմաթիվ նեղություններ պիտի ունենանք, որը անկարևոր է։ Կարևորը այդ նեղություններին կարողանալ դիմագրավելն է, զինվելով եւ զրահավորվելով Աստծո խոսքի զորությամբ, որպեսզի կարողանանք նաեւ հաղթահարել, դիմագրավել այդ բոլոր խնդիրներին։ Ահա այսօրվա ընթերցումն էլ հենց այս մասին է Պողոս առաքյալի Կորինթացիներին ուղված երկրորդ նամակից։ Բոլոր դեպքերում ձեզ ներկայացրեք որպես Աստծո պաշտոնյաներ, ցուցաբերելով մեծ համբերություն նեղությունների մեջ, վշտերի մեջ, չարչարանքների մեջ, հարվածների տակ, բանտերում, խռովությունների մեջ, տքնությունների մեջ, հսկումների մեջ, ծոմապահության մեջ, սրբությամբ, գիտությամբ, համբերությամբ, քաղցրությամբ, Սուրբ Հոգով, անկեղծ սիրով, ճշմարտության խոսքով, Աստծո զորությամբ, արդարության զենքով, որ աջ եւ ձախ ձեռքերում է, փառքով եւ անարգությամբ, գովասանքով եւ պարսավանքով, խաբեբա համարովողներ, բայց ճշմարտությունից չշեղվածներ, իբրև անծանոթներ, բայց բոլորից ճանաչվածներ, իբրև մահամերձներ, բայց ահավասիկ ողջ ենք, իբրև պատժվածներ, բայց ոչ մահապարտներ, իբրև տրտմածներ, բայց շարունակ ուրախ ենք, իբրև աղքատներ, բայց շատերին ենք հարստացնում, իբրև թե ոչինչ չունենք, բայց ունենք ամեն ինչ։ Սիրելիներ, տեսեք, թե Պողոս առաքյալը որքան հետաքրքիր եւ գեղեցիկ միտք է արտահայտում, ասելով, որ նրանք կարծում են, թե մենք տրտմածներ ենք, բայց մենք շարունակ ուրախ ենք։ Նրանք կարծում են, թե մենք ոչինչ չունենք, բայց մենք ամեն ինչ ունենք։ Եվ այո, սիրելիներ, քրիստոնյան ամեն ինչ ունի եւ քրիստոնյան ուրախ է։ Իսկ այդ ուրախությունը բխում է, այդ ուրախության աղբյուրը մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած սերն ու հարգանքն է։ Եվ հենց այդ սերն ու հարգանքն է մեզ մղում դիմագրավելու բոլոր դժվարություններին եւ նեղություններին, մնալով Աստծո պաշտոնյաներ եւ այդ նեղությունները եւ դժվարությունները օգտագործելու որպես առիթ Տիրոջ փառքին ծառայեցնելու։ Ուրեմն, սիրելիներ, ողջ հոգով եւ սրտով փառվենք մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսին, որպեսզի ամուր կարճած լինենք այն ժամանակ, երբ մեր կյանքի ալեկոծ նավը փորձություններով, գայթակղություններով եւ մեղքերով լի կփորձի մեզ տարուբերել։ Աստված պահապան ամենքիս։